Առհասարակ, եթե ամփոփենք առաջին կիսամյակը 2015 թվականի, ապա պետք է ասենք, որ այն ծայրահեղ լարված եւ բարդ ժամանակահատված է եղել լրատվամիջոցների եւ լրագրողների համար, եւ դա պայմանավորված էր տարբեր տեսակի քաղաքացիական ցույցերով, տարբեր տեսակի իմբոստություններով, որոնք որ քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնվում էր, եւ դա բնականաբար ազդեց նաեւ ներքաղաքական իրավիճակի լարմանը եւ պետք է ասել, որ սովորաբար այս իրավիճակում ավելանում են ճնշումները լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ, բայց ամեն դեպքում մենք պետք է արձանագրենք, որ 2015 թվականի առաջին կիսամյակը աննախադեպ էր հենց բռնությունների առումով եւ տարբեր տեսակի ճնշումների առումով լրատվամիջոցների վրա։ Եվ դրա գագաթնակետը իհարկե հունիսի 23-ի դեպքերն էին, երբ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ցրելիս ոստիկանական ուժերը ուղղակի որպես թիրախ ընտրեցին նաև լրագրողներին եւ լրատվամիջոցների մյուս ներկայացուցիչներին, օպերատորներին մասնավորապես, եւ կարծում եմ, որ այդտեղ իսկապես հրաման էր եղել մինիմումի հասցնել, նվազագույնի հասցնել ինֆորմացիայի արտահոսքը։ Այլ կերպ հնարավոր չի մեկնաբանել այն փաստը, որ այդ ոստիկանական գործողությունների ընթացքում ուղղակի որս էր կատարվում լրագրողների եւ օպերատորների նկատմամբ եւ առաջին հերթին հենց չիպերը, այդ հիշողության սարքերն էր հանվում կամ ջնջվում էին այն կադրերը, որոնք որ նկարահանել էին լրագրողները եւ օպերատորները եւ մեր շփումները մեր գործընկերների հետ ցույց են տալիս, որ իրենց համար ամենացավալին թերևս այդ կադրերի կորցնելն էր, որովհետեւ էքստրեմալ պայմաններում այդ նկարահանումները անելը եւ չհասցնելը խմբագրություն իսկական պրոֆեսիոնալի համար շատ եւ շատ ցավալի է։ Եվ այս առումով մենք նաեւ մեր զեկույցում գրել ենք, որ դա այդ անհետացած կադրերը թերևս լրագրողների համար ամենացավալի հետևանքն է այդ գործողությունների։ Բայց եթե մենք անդրադառնանք հունիսի 23-ի գործողություններին, մենք այլ համեմատություններ էլ պետք է անենք, որ այդ օրը ֆիզիկական բռնությունների ենթարկվեցին 13 լրագրող եւ բացի այդ եւս 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներ այլ տեսակի ճնշումների ենթարկվեցին, խոչընդոտումների ենթարկվեցին եւ ինչպես ասեցի, ամենացավալին այն էր, որ իրենց աշխատանքի արդյունքը նրանք շատ հաճախ կորցրեցին եւ եթե մենք համեմատենք նաեւ այլ տարիների հետ, պետք է ասենք, որ 2015 թվականի առաջին կիսամյակի տվյալները ֆիզիկական բռնությունների առումով գերազանցում են նույնիսկ տխրահռչակ 2008 թվականի տվյալները, ներառյալ մարտի 1-ի դեպքերը, որովհետեւ մինչեւ հունիսի 30-ը այս տարվա մենք արձանագրել ենք 20 լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, այն դեպքում, երբ 2008 թվականի ամբողջ տարվա ընթացքում, այդ թվում նաև մարտի 1-ի դեպքերը, եթե հաշվենք, 18 լրագրողի նկատմամբ էին ֆիզիկական բռնություններ կիրառվել։